Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք խոսելու ենք Վրաստանում տեղի ունեցող զարգացումների մասին եւ վերլուծելու ենք ձեր հետ վերջի ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր կարևոր զարգացումները։ Առաջերտին ես ձեզ իհարկե կոչ եմ անում անպայման լայքեք այս վերլուծությունը, սա շատ կարևոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Սիրելի հայրենակիցներ, երկար ժամանակվա ընթացքում մենք այսպիսի վերլուծություններ չէինք արել ձեր հետ եւ այո կային հարցեր թե ինչու եւ ես պետք է պատասխանեմ, որ առաջերտին շատ զբաղված էի Վրաստանի եւ զբաղված եմ Վրաստանի ներքաղաքական հարցերով եւ իմ համար իհարկե բարդ է որ հասցնեմ բոլոր հարցերը հաշվի առնելով որ Վրաստանի ներքաղաքական հարցերը որը շատ կարեւոր են եւ որում ինձ փոխարինել որևէ մեկը չի կարող այն հարցերով որով ես եմ զբաղված հայ համայնքի առումով խոսքին եւ ընդհանուր առումով հայերի ակտիվ մասնակցությամբ հայերի անունից Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում եւ այլն իհարկե այդտեղ ավելի մեծ անհրաժեշտություն կա իմ մասնակցության քան թե վերլուծության այս դաշտում բայց փորձում եմ բալանսավորել եւ փորձելու եմ ել ավելի ակտիվ լինեմ եւ շարունակենք մեր վերլուծությունները այս դաշտում էլ ինչը ես կարծում եմ շատ կարեւոր է Պետք է առաջերտին նշեմ, որ ես ձեզ կոչ կանեի ինձ հետևել Facebook-ով, հետևել X Twitter-ով, եթե օգտագործում եք LinkedIn-ով, ով օգտագործում է, բայց առաջերտին իհարկե Facebook-ն է ամենաակտիվ, որտեղ որ նույնիսկ եթե ես ուրիշ լեզվով եմ գրում վրացերեն խոսքին եւ դու չգիտեք վրացերեն կամ ուրիշ լեզուներով, շատ բաներ կա հայերեն եմ գրում նաեւ դուք կարող եք հետևել եւ տեսնել ամենաակտիվ զարգացումները, որտեղ ամեն ինչ չի, որ ես կարող եմ YouTube-յան հարթակով, վերլուծության ձևաչափով ձեզ ներկայացնեմ։ Ուստի Facebook-ը եւ այդտեղի ակտիվություններն էլ մնում են մեր եւ ձեր կապի, կարելի ասել, ձևաչափ։ Ոչ միայն YouTube-ը։ Բայց ինչ վերաբերում է YouTube-ին, իհարկե նաեւ YouTube-յան հարթակը համարում եմ կարեւոր։ Հիմա Վրաստանում տեղի ունեցողների մասին ասեմ ձեզ, որ շատ լուրջ խնդիրներ արդեն ստեղծվել, որովհետև դատական process-ները շարունակվում են, անձամբ ես էլ ունեմ մի քանի դատական գործընթաց, որը վերաբերվում է այդպես կոչված ճանապարհի փակելուն, նաև դրանով է զբաղված, արդեն ինձ ուրեմն 5000 լարիով տուգանել են, դա մոտավորապես 2000 ԱՄՆ դոլար է Ռուսթավելի փողոտայում գտնվելու համար 1 օրվա ընթացքում եւ այդպիսի տուգանքներ կան հազարավոր մարդկանց ինձ նաեւ սպասում է եւս մեկ դատական գործ հիմա նույն ձևաչափով նույն ուրեմն գումարի մասին է խոսքը եւ այլն փորձում են սրանով ճնշել մասնակիցներին ստեղծվել էին ֆոնդեր որոնք օգնում էին այն մասնակիցներին ով տուգանվում է ոչ օրինական ձևով եւ այդ ֆոնդերը տուգանել են եւ փակել են Բացի դրանից ընդունել են այս ժամանակահատվածում նոր օրենքներ երեսը փակել են սահմանափակել ուրեմն ցույցերի ժամանակ իսկ եթե երեսը չես փակում իրանք ֆիքսում են որ դու այդտեղ ես եւ տուգանում են արդեն նշեցի ինչքանով երեսը փակելու համար նաեւ տուգանք կա մոտավորապես $1500 ուրեմն գումարի մասին է խոսքը այդտեղ 4000 լարի նաև խոսք է գնում նրա մասին որ իրենք ընդունել են նոր օրենսդրություն կուսակցությունների մասին եւ ուզում են արգելել նախկին իշխանության Միացյալ ազգային շարժման ոչ միայն կուսակցությունը այլ բոլոր կուսակցությունները որոնց իրենք կհամարեն որ այդ կուսակցության մաս է կամ իրենից է ծնվել այդ կուսակցությունը, իր շարունակությունն է։ Բացի դրանից ընդունել են նոր օրենք եւ ԶԼՄ-ներն են սահմանափակում ամբողջությամբ, ԶԼՄ-ների վրա վերահսկողություն են հաստատել եւ պետական կառույցները կկարողանան ասել, որ ԶԼՄ-ն ճիշտ է վարվում, թե ճիշտ չի վարվում, ճիշտ է խոսում, թե ճիշտ չի խոսում։ Տուգանել կկարողանան։ Ընդունել են նոր օրենք, որը ուրեմն ամերիկյան ֆարայի նման է եւ բոլորին ով արտաքին ինչ որ գործ արտաքին ուժերի հետ նկատի ունեմ արտաքին կազմակերպությունների, կառույցների, ԶԼՄ-ների, չգիտեմ, ուրիշ
հնարավորությունների հետ կապ ունի, բոլորին հայտարարում են գործակալ։ Օտար գործակալ։ Կամերաները քաղաքում արդեն ամենտեղ են։ Ճնշումները շարունակվում են։ Ռուսթավելի փողոտայում ճանապարհը փակվում է ամեն օր, մարդիկ դուրս են գալի եւ մարտի 31-ին Վրաստանի անկախության հռչակագրի օրը դուրս եկավ շատ մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ էին այդտեղ, Սալոմե Զուրաբիշվիլի նախագահը դիմեց մասնակիցներին եւ խոսեց նրա մասին, որ պետք է ավելի ակտիվ ձևավորենք նոր հնարավորություններ դիմադրության։ Եվ ինքը դրանից հետո ստեղծեց դիմադրության հարթակ, դիմադրության ռուսական ռեժիմին։ Եվ իհարկե կան հարցեր եւ կան խնդիրներ, շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, որովհետեւ ինչքանով այս դիմադրությունը կարողանում է գործել, դա մնում է կարևոր հարց։ Այս փուլում դեռ ռեժիմը շատ հզոր է, դեռ ռեժիմը կարողանում է ճնշել մասնակիցներին շատ ավելի ակտիվ եւ դեռ ռեժիմի հզորության համար խնդիրները լրջորեն չեն ստեղծվել։ Ներքաղաքական դաշտում կուսակցությունների առումով իրենք ստեղծել են հիմա խորհրդարանում հանձնաժողով, որը ուսումնասիրում է ոչ միայն նախկին իշխանության, այլ ընդհանրապես ընդդիմության նաև բոլոր ընդդիմադիր ուժերի գործունեությունը եւ այդտեղ ում հրավիրում են, կանչում են եւ ով չի գնում եւ չեն գնում խորհրդարանի անդամները, որոնք հրաժարվել են ճանաչել, որ այդ խորհրդարանը լեգիտիմ է, Խոսքին Մամուկ Ախազարաձեն, Բադրի Ջաֆարիձեն եւ ուրիշ տարբեր քաղաքական առաջնորդները իրենց 1 տարի բանտով են սպառնում կամ տուգանում են, բայց մենք տեսնում ենք, որ տուգանում են եւ տուգանքը ուրեմն այս ձևաչափով տուգանքը ներառում է 50,000 լարի, մոտ $20,000 եւ փորձում են ճնշել նաեւ քաղաքական առաջնորդներին։ Ընդհանուր առումով իրավիճակը մնում է շատ ծանր։ 3 Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ կիրառեց դատական համակարգի ղեկավարների վրա, Մուրուսիձեի եւ Չինչալաձեի։ Այդ դատական համակարգի ղեկավարները կլանի ղեկավարներն են, իրականում ամբողջ դատական համակարգը Վրաստանի այս երկու անձնավորությունն է ղեկավարում, հրամաններ է տալի մնացած դատախազներին, թե իրանք ինչ որոշեն, եւ ամենակարևորը այն է, որ հիմա իրանք էլ չեն կարող իրենց բանկային քարտերը օգտագործել։ Այնպիսի պատժամիջոցներ իրենց դեմ կիրառվի։ Միացյալ Թագավորության կողմից եւ կարելի ասել միջազգային ֆինանսական տնտեսական պատժամիջոցներ են կիրառվել հենց դատական համակարգի դեմ, որը կիրառում է պատժամիջոցներ մեր դեմ, մեր Վրաստանի հասարակ քաղաքացիների դեմ։ Եվ դա շատ կարևոր է, որովհետեւ Վրաստանի հարցը շարունակվում է մնալ օրակարգում։ Միացյալ Նահանգները օրերս արեցին առաջի հայտարարությունը, արդեն Տրամպի աշխատակազմը, Մարկո Ռուբիոյի ուրեմն պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ Վրաստանի իրենք հստակ մեսիջներ են ուղարկել, թե ինչ քայլեր Վրաստանը պետք է անի, որ բարելավի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Դրանից հետո Վրաստանի այդպես կոչված իշխանությունները բոլորը սկսեցին խոսել նրա մասին, որ Դոնալդ Թրամփը Deep State-ի եւ գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչ է նաեւ։ Հիշեցնեմ, ով չգիտի, Վրաստանում արդեն 1 տարի է մոտավորապես ապրիլի 4-ի հանդիպումից հետո, որը Բրյուսելում տեղի ունեցավ Փաշինյան, Բլինկեն, Ուրսուլա ֆոն դեր Լայն երակողմ, ապրիլի 29-ին 2024 թվականի Բիձինա Իվանիշվիլին, ռուս օլիգարխը դուրս է գալի եւ ասում է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը ղեկավարվում է գլոբալ պատերազմի կուսակցության կողմից։ Եվ ամբողջ իրենց նարատիվը Վրաստանի ընտրություններից հոկտեմբերից մինչև հունվար նրա մասին էր, որ Թրամփը գքա եւ Deep State չէին ասում են գլոբալ պատերազմի կուսակցություն,
դրա դեմ կսկսի գործել Թրամփը։ Հենց Թրամփը եկավ եւ Թրամփը սկսեց deep state-ի մասին խոսալ, որը ընդհանրապես ուրիշ բան է։ Ընդհանրապես գլոբալ պատերազմի կուսակցությունը հասկանալի չի ինչու մասին են խոսում, բայց deep state-ը որևէ մեկը չի ասում, որ չկա, deep state-ը դա պետական համակարգն է, որը չի փոխվում Միացյալ Նահանգներում, քիչ է բոլոր պետություններում, կարելի ասել բոլոր նորմալ պետություններում ամբողջությամբ հաստատ չի փոխվում, երբ որ իշխանությունը փոխվում է պետական համակարգը, եւ ինչքան պետությունը կայացած է, կայացած ժողովրդավարությունը, այդքան ավելի քիչ է փոխվում, ուրեմն նկատի ունեմ երկրորդ եւ երրորդ շարքի բյուրոկրատ համակարգը, նկատի ունեմ առաջի դեմքերին, նախարարներին եւ այլն, իհարկե դա հասկանալի է։ Ուստի հիմա արդեն սկսել են խոսել նրա մասին, որ Դոնալդ Թրամփն էլ է գլոբալ պատերազմի կուսակցության ներկայացուցիչ, վերջ, այդ թեզն էլ ապրիլ ամիսը արդեն փլուզվեց եւ հիմա բոլորը ուրեմն deep state-ն, բոլորը գլոբալ պատերազմի կուսակցություն են, միայն Բիձինա Իվանիշվիլին է խաղաղության կողմնակից եւ միայն ինքն է ճշմարտությունը, մնացածը բոլորը ստում են ըստ իրենց։ Մի խոսքով իրավիճակը մնում է շատ ծանր Վրաստանում եւ կարելի ասել մենք արդեն բռնապետությունում ենք գտնվում, ինչպես մեր վերլուծություններում ասում էի, եւ ասելը բավարար չի, փորձում եմ, աշխատում ենք բոլորս։ Ես կարծում եմ ֆուտբոլի այդ իրադարձությունները, որը մասին ես մեկնաբանություններ արեցի իմ Facebook-յան էջի վրա եւ չհասցրեցի նաեւ YouTube-ով անեմ, կարեւոր կլիներ կարծում եմ, բայց հիմա կարամ երկու բառով ասեմ, որ այդտեղ տեղի ունեցածը նաեւ ռուսական գործակալների իհարկե գործունեության մաս էր, որովհետեւ Ռուսաստանն էր ցանկանում, որ այդպիսի խնդիր ստեղծվի եւ ես կարծում եմ, որ հիմա այն Հայաստանի քաղաքացիները, ով կարծում էր, որ Վրաստանի հետ որևէ խնդիր չկա, առնվազն այդ դեպքից հետո հասկացան, որ խնդիրներ կան։ Եվ ես այդ խնդիրների մասին իզուր չի որ խոսում եմ, որովհետև խնդիրներ ցավոք կան։ Եվ խնդիրներ որ կան, դա գալիս է հենց նրանից, որ առաջինը այստեղ Ռուսաստանն է ղեկավարում Վրաստանը այսօր, եւ երկրորդը ամենակարևորը նաեւ այն է, որ Հայաստանը այդ խնդիրները ճիշտ չի գնահատել եւ հուսով եմ հիմա ճիշտ է գնահատում։ Չի աշխատել եւ հուսով եմ հիմա սկսում է աշխատել։ Չի հետևել եւ հուսով եմ սկսում է արդեն հետևել, որովհետեւ Վրաստանի վրա կախվածությունը Հայաստանի շատ բարձր է, ինչը նաեւ ստիպում է Հայաստանին, որ շատ ուշադիր լինի Վրաստանի ուղղությունով, բայց զարմանալիորեն ուշադիր չի Հայաստանը։ Ես զարմացած եմ մնում, ինչքանով Հայաստանը ուշադիր չի իր, կարելի ասել, ամենագլխավոր հարևանի հանդեպ, կարելի ասել ամենաշատ կախվածություն ունեցող պետությունի հանդեպ եւ ամենակարևոր նաեւ ուղղության, կարամ էլի շատ բան ասեմ, բայց սրանով սահմանափակվեմ։ Ուստի սա զարմանալի է։ Բայց ընդհանուր առումով ես համարում եմ, որ սա շատ կարևոր է, Վրաստանի հայ համայնքը շատ կարևոր կամուրջ է Հայաստանի եւ Վրաստանի միջև, Վրաստանի ապագայի համար եւ Հայաստանի ապագայի համար Վրաստանի հայ համայնքը շատ կարևոր դերակատարություն պետք է ունենա, բայց չունի։ Եվ որ չունի, դա էլ խնդիրներից մեկն է, բայց դա առանձին արդեն թեմա է քննարկելու, ես իմ կողմից ինչպես Վրաստանի քաղաքացի, ինչպես Վրաստանի քաղաքացի հայ, ինչպես հայ համայնքի հարթակի նախագահ կամ համայնքի ներկայացուցիչներից մեկը շարունակում եմ իմ գործունեությունը ծավալել, ինչքանով կարող եմ, ինչքանով կկարողանամ, որովհետև լուրջ խոչընդոտներ են ստեղծում այս գործունեությանը, նրա համար, որ ապահովենք Վրաստանի եւ Հայաստանի միասնական եվրոպական ապագան, Վրաստանի եւ Հայաստանի միասնական ապագան եվրոպական միությունում։ Իհարկե շատ ուրախ եմ, որ Հայաստանում եվրոպական այս գործընթացը սկսվել է եւ օրենքը ընդունվել է եւ վերջացվել է այդ գործընթացը,
Կան հարցեր, կան խնդիրներ։ Խնդիրը վերաբերվում է Գյումրիում տեղի ունեցածին եւ կարծում եմ իշխանությունները Հայաստանի դասեր ունեն քաղելու շատ լուրջ։ Դրա մեջ նկատի ունեմ նաեւ ել ավելի լայն ժողովրդավարական գործընթաց սկսելը, չեմ հոգնի ասելով, որ մեկ կուսակցության իշխանությունը Հայաստանում պետք է ավարտվի, միայն ԿՊ-ի իշխանությունը բավարար չի, ԿՊ պլյուս պետք է լինի առնվազն, պլյուս ուրիշներ, պլյուս արևմտյան, նկատի չունեմ ռուսներին, նկատի չունեմ ռուսական ագենտուրային, կոմունիստներին, Դաշնակցությանը, Ռոբերտ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Նկատի չունեմ իհարկե։ Նկատի ունեմ արևմտամետ ազգային ուժերին, բոլորին, ով կարող է աջակցել նրան, որ Հայաստանը լինի պետություն, որովհետև այդ ուժերի նպատակն է Հայաստանը միութենական պետություն մտցնեն, այսինքն Հայաստանը դարձնել Ռուսաստանի մաս։ Մի խոսքով գտնվում ենք շատ բարդ իրավիճակում եւ իհարկե ցելի այրենքիցներ դուք ես չեմ կարող բոլոր հարցերի մասին այսպես խոսել, բայց դուք ունեք հնարավորություն հարցել տալ մեկնաբանություններում եւ այն ամենակարևոր հարցերին, որը դուք կունենաք, ես իհարկե պատրաստ եմ նոր վերլուծությամբ պատասխանել։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, եւս մեկ անգամ կոչ եմ անում ձեզ անպայման լայքեք այս վերլուծությունը, դա կարևոր է եւ կհանդիպենք ապագայում։ Շնորհակալ եմ։